Բարև ձեզ հետ Էման է։ Հրավիրում եմ լսել իմ ալիքի կյանքից վերցվածի նոր հեղինակային պատմությունը։ Անին գնում էր ավտոբուսով կարևոր հանդիպման, շատ էր անհանգստանում։ Առավոտվանից ամեն ինչ անհաջող էր ընթանում աշխատանքից, հազիվ էր ազատվել, խոստանալով 2 հերթափոխ աշխատել։ Տնօրենը չէր հավանում անձնակազմի հանգստյան օրերը։ Փողոցում սաստիկ ձնախառն անձրև էր բարձրացել, ճանապարհներին սարսափելի խցանումներ, եւ նրան սպասում էին թանկարժեք ռեստորանում Սասունի ծնողները նշանադրության համար։ Պետք է գնալ քաղաքի մյուս ծայրը, անհանգստանում էր, որ չի հասցնի։ Ընտանիքը պարզ չէր, կարևոր բիզնեսմեններ, Սասունի հայրը ղեկավարում էր խոշոր կորպորացիա, եւ նրա բնավորությունը շատ դժվար էր։ Խեղճ Անին նույնիսկ հագուստ չուներ պատշաճ կերպով հագնվելու համար, որտեղից գումար պարզ մատուցողուհի մոտ։ Ընկերուից խնդրել էր գեղեցիկ երեկոյան զգեստ եւ ուղակի դրա վրա գցել էր ծանր վերարկու։ Երկար ժամանակ քսել էր կրեմ դեմքին, որպիսի ավելի լավ տեսք ունենա, իսկ ձմեռային կոշիկներով չէր կարելի գնալ, եւ հիմա ամբողջովին դողում էր սարսափելի ցրտից։ Այդպիսի եղանակին ավտոբուսում քիչ մարդ կար, բայց պատուհանից նայելով ուժեղ ձնախառն անձրևին, ուղևորները ուրախանում էին, որ տակ սրահում են, ոչ թե փողոցում։ Մի կանգառում մտավ սրահ տարեց տղամարդ, ամբողջովին դողում էր ցրտից եւ թափում էր ձյունը գլխարկից ու հին վերարկուի թևերից։ Սկսեց խառնվել գրպաններում, մանր գումար փնտրելով տոմսի համար։ Պարզվեց գրպանը ծակ էր, փող չկար երևացող, տարեցը շփոթվեց։ Մոտ վազեց վերահսկիչը բարձրաձայն հարցրեց. «Հարգելի, վճարում ենք տոմսը, քարտուն եք թե կանխիկ»։ Տարեցը ամբողջովին կարմրեց եւ սկսեց մրմնջան. «Ներեցեք, խնդրում եմ, կորցրի փողերս»։ Պարզվեց գրպանում անցք կա։ «Ահա նայեք, կարող եմ գնալ»։ «Խնդրում եմ, փողոցում այդպիսի ձնախառն անձրև է, ոտքով չեմ հասնի, ձյունը մինչև ծունկ է»։ Վերահսկիչը կարծես միայն դա էր սպասում, ամբողջ բացասականը թափելու անհաջող տարեցի վրա, եւ անմիջապես բարձրացավ, սկսեց գոռալ ամբողջ սրահով. «Սկսվում է, ամեն օր նման հեքիաթներ եմ լսում, ոչ, կամ վճարեք, կամ իջեք հաջորդ կանգառում։ Ահա թե ինչպիսի անամոթներ եք եկել, տարիքով մարդ եք, բայց դեռ նույնն եք անում, բոլորը ձգտում են առանց տոմսի անցնել, իսկ հետո ինձ հետ են հաշվարկվում, կարծում եք իմ գրպանից պետք է լրացնեմ»։ Անին հանկարծ այնքան խղճահարություն զգաց այդ դժբախտ տարեցի հանդեպ, որ չդիմացավ, մոտեցավ վերահսկիչին. «Մի գորակ, մի իջեցրեք նրան, ես կվճարեմ տոմսը, ահա վերցրեք, ցուրտ է փողոցում, ինչպես ոտքով գնա»։ Վերահսկիչը տոմսը դժգոհությամբ տվեց Անային. «Ձեր գործն է, թող մնա, ինձ ինչ կարևոր է, միայն թե վճարվի»։ Անին նստեց կողքը տարեցի, նա սկսեց շնորհակալություն հայտնել արցունքներով աչքերով. «Շնորհակալ եմ ձեզ, սիրելի աղջիկ, ես Ռուբենն եմ, չէի սպասում, որ այդպիսի ձնախառն անձրև կբարձրանա առավոտից, որովհետև առավոտը արևոտ ու հանգիստ էր»։ Իսկ գումարը ձեզ կվերադարձնեմ, մի անհանգստացեք, տանը գումար ունեմ, ինքս չգիտեմ ինչպես չնկատեցի գրպանի անցքը, ինչ որ բան սիրտն է սեղմում, հավանաբար գերլարվել եմ։ Անին անմիջապես հանեց պայուսակից վալիդոլը, միշտ իր մոտ էր ունենում, քանի որ մայրը հիվանդ էր։ «Ահա դրեք լեզվի տակ եւ կլանեք, մորս մոտ հաճախ է լինում, գիտեք։ Ես ձեզ հետ կգնամ մինչև տուն եւ կհասցնեմ ձեզ, թե չէ փողոցում այդպիսի ձնախառն անձրև է, վախենում եմ, որ մենակ չեք հասնի տուն։ Ես Անին եմ»։ Տարեցը երախտագիտությամբ նայեց նրան եւ սկսեց կլանել հապը։ «Շատ մեծ շնորհակալություն, չգիտեմ ինչպես շնորհակալություն հայտնեմ այդպիսի զգայուն մարդկանց ինչպես դուք, Անի։ Շատերին նույնիսկ սեփական ծերունիների վրա թքած է, էլուր մնաց օտարների։ Ներեցեք ինձ, ձեր գլխին եմ ընկել»։ Անին միայն ձեռքով արեց. «Ընդհանրապես, այո, կարևոր հանդիպման եմ գնում, արդեն սպասում են ինձ, բայց ոչինչ, մարդու կյանքն ավելի կարևոր է, հույս ունեմ կհասկանան»։ Աղջիկը անցավ իր կանգառը եւ իջավ Ռուբենի հետ, օգնեց նրան հասնել բնակարան եւ միայն այդ ժամանակ հանգստացավ, հետո վազեց նորից կանգառ ռեստորան հասնելու համար։ Հեռախոսը դեռ չէր աշխատում, կապը այդ սարսափելի եղանակին դեռ բացակայում էր։ Արդյունքում Անին ուշացավ 1 ժամով եւ մտավ ռեստորան ամբողջովին թաց։ Դեմքը կարմիր ձյան պատճառով, որը անողոք մտրակում էր դեմքին, տուշը հոսել էր եւ ոչինչ չէր մնացել գեղեցիկ տեսքից։ «Ներեցեք ինձ ուշանալու համար, անսպասելի հանգամանքներ եղան, պետք եղավ պապիկին օգնել տուն հասցնել, թե չէ ձնախառն անձրևը նրան ոտքոց չէր թողնի հասնել, հիմա արագ կարգի կբերեմ ինձ եւ կգամ»։ Սասունի մայրը դժգոհ նայեց ժամացույցին. «Հիանալի է իհարկե, 1 ժամ ուշանալ, գիտեք թե ինչպիսի հարգելի մարդիկ են սպասում ձեզ, հետագայում կերևա»։ Աղջիկա վարքագծին ակնհայտորեն չէր սովորեցրել լավ վարվելակարգ։ Սասունը վազեց Անիի հետևից զուգարան, սկսեց հաշվեհաշիվ անել ուղակի ֆոյեում. «Անի, դու իսկապես, իմ ծնողները կատաղացան, մենք համաձայնվել էինք ժամը 3-ին, որտեղ էիր։ Սա ընդհանրապես անպատշաճ է եւ անքաղաքավարի այդպես ուշանալ, համարվում է վատ տոն պատշաճ հասարակության մեջ»։ Աղջիկը սկսեց արտարանալ. «Դուք լավ եք նսկել եք չիփ եւ հարմարավետ եկել,
Իսկ ես ավտոբուսով ամբողջ քաղաքով եմ եկել, դեր տարեցին օգնել եմ, բայց չէի կարող նրան թողնել դժվարության մեջ։ Մարդու սիրտը վատացել էր, ինչ պետք է թողնեի մեռնի, տղան միայն ձեռքով արեց։ Միշտ դու Մայր Թերեզա ես, կարծես թե միայն դու ես ավտոբուսում, մեկ ուրիշը կօգներ, քեզ ավելի շատ է պետք, ինչ, լավ, արագ արի։ Անին շատ տխրեց, մտածեց իր մեջ։ Սասունը կարող էր գալ տուն վերցնել իրեն, տեսել էր թե ինչ ծնախարան անձրև է, բայց դեռ դասախոսում է։ Ապագաս կեսուրը Լուսինեն գոհ չէր որդու ընտրությունից։ Որտեղ եք տեսել բիզնեսմենների որդին կապվի մատուցողուհու հետ, ոչ տուն, մայրն էլ հիվանդ, Խրուշչովկայում են ապրում, միայն արտաքինն է գեղեցիկ։ Սասունի հայրը ձեռնարկատեր էր, ով շատ բարձր էր բարձրացել կարիերայում եւ դարձել հարգված ու հարուստ բիզնեսմեն։ Որտեղից էր վերցրել այդպիսի մեծ սկզբնական կապիտալ եւ ինչպես էր գնել ցանցի մասնաճյուղեր, շատերի համար մնացել էր առեղծված։ Տղամարդը վաղուց էր ընտրել որդու համար շահավետ կողմնակից, գործընկերոջ աղջիկան, երազում էր ընկերությունների միաձուլման մասին եւ որդու ամուսնությունը լավագույն որոշումը կլիներ։ Բայց հանկարծ հայտնվեց այս Անին եւ խառնեց բոլոր քարտերը։ Հետևաբար Սասունի ծնողները ամեն կերպ ուզում էին ազատվել նրանից։ Հենց դրա համար էլ կազմակերպել էին այս հանդիպումը իրենց նախաձեռնությամբ։ Հատուկ թանկ ռեստորանում պատվիրել էին ամենաէկզոտիկ ուտեստները՝ լոբստերներ, ճապոնական ձուկ։ Վստահ էին, որ սա գյուղացի է եւ չգիտե թե ինչպես ճիշտ ուտել, որդին կտեսնի եւ ինքը կհրաժարվի։ Անին նստած էր կարմիր ինչպես խեցգետին եւ խմում էր միայն ջուր, ափսեն մաքուր էր։ Չգիտեր թե ինչպես օգտագործել պինսետներն ու ասեղները լոբստերի համար բաժանելու, բոստրեներով էլ չգիտեր ինչ անել։ Նրանց սրճարանում նման դելիկատեսներ չէին մատուցում։ Աղջիկը շատ նյարդայնացած էր։ Բացի ծնողներից սեղանի շուրջ նստած էին նաև ընտանիքի ընկերները։ Անին նրանց ֆոնին թվում էր աղքատ որփուհի, չլվացված եւ առանց սանվածքի, իսկ փեսացուն ինչ-որ պատճառով նստած էր ոչ կողքին, այլ դիմացը։ Լուսինեն ձգված ժպտում էր եւ ծաղրով հարցնում. «Անի, աղջիկս, ինչու ոչինչ չեք փորձում, թարմն են, շատ եմ խորհուրդ տալիս, թե չեք սիրում ծովամթերք»։ Աղջիկը ավելի կարմրեց. «Այո, ես այդքան չեմ»։ «Լավ, ինչպես կուզեք, պատմեք Անի, որտեղ եք սովորում, որ համալսարան, որ ֆակուլտետ, թե արդեն աշխատում եք մասնագիտությամբ, որովհետև որդիս լուրը ինչպես պարտիզան, բարձ քաշի նրանից, իսկ մեծ հետաքրքիր է ում հետ է Սասունը կյանքը կապելու»։ Աղջիկը նորից կարմրեց. «Դե այդպես ստացվեց, որ մայրս շատ հիվանդ է, օպերացիա է պետք, թանկարժեք, սրտի փականի փոխարինում։ Ահա թե ինչու ստիպված եմ եղել դպրոցն ավարտելուց հետո չսավորել, այլ աշխատել, նրան օգնելու համար։ Մատուցողուհի եմ սրճարանում, իսկ հանգստյան օրերին նաև առաքիչ, բայց հենց մայրս ապաքինվի մտադիր եմ ընդունվել համալսարան մանկավարժական ֆակուլտետ, շատ եմ սիրում երեխաներին»։ Այստեղ խոսակցությանը միջամտեց եւ ասաց. «Իսկ ինչ եք ուսուցանելու նրանց, աման պատարախաղ մաքրել, թե սեղան գցել, բրավո, գուցե այսօր էլ մեզ հետևից այստեղ ամեն ինչ մաքրեք, ձեզ համար սովորական է»։ «Օ, Սասուն, ինչպես ես գտել դու այս հրաշքին, ես շոկի մեջ եմ քեզնից»։ Լուսինեն նայեց որդուն. «Որդիս, դու վստահ ես, որ ոչինչ չես շփոթել, մեզ նշանած ես հրավիրել, թե նոր խոհանոցային աշխատող է եկել աշխատանքի դիմելու, մեզ մոտ Գայանեն հիվանդացավ»։ Հետո կինը ծաղրալի ժպտաց Անիին եւ ասաց. «Աղջիկ, չեք ուզում մեր տանը խոհանոցում մի քիչ աշխատել, քանի որ դուք պրոֆեսիոնալ եք այդ գործում, ձեզ գումար է պետք, այլ տաղանդներով տեսնում եմ չեք փայլում»։ Անին պատրաստ էր գետնի մեջ անցնել, նայեց նշանածին հույսով, սպասելով, որ հիմա անպայման կպաշտպանի իրեն, կփակի բերանը այդ անամոթի եւ մորը կասի, որ սիրում է իրեն, որ ինքը խոհանոցային չէ, այլ իր նշանածն է, բայց ոչ, Սասունը միայն ուսերով արեց, նստած էր լուր ինչպես մուկը, սա անլսելի էր, այդպես ամոթահար անել իր նշանածին։ Անին այլևս չէր կարողանում դիմանալ այդ ծաղրին եւ վազեց սեղանից դուրս ամբողջովին արցունքներով, գոռալով նշանածին. «Շնորհակալ եմ ջերմ ընդունելության համար, ես տուն եմ գնում, Սասուն, ինձ կհասցնես տուն, մեզ պետք է լուրջ խոսել»։ Բայց նշանածը նստած էր, կարծես ոչինչ չլիներ, կարծես չլսեր ոչինչ, միայն աչքերը շրջում էր կողմը, կարծես չնկատեր իր նշանածին։ Նա զայրացած էր Անինի վրա, իրեն անհարմար էր զգում, ամոթ էր հոր ազդեցիկ ծանոթների առջև։ Հիմա բոլորը կսկսեն խոսել, որ Սասունը մատուցողուհու հետ է խառնվել։ Փոխարենը պատասխանեց իշխող մայրը. «Ինչպես կուզեք Անի, հոչ ենք պահելու, Սասունը դեռ կմնա ընտանիքի հետ, իսկ դուք գնացեք, ինչպես եկել եք այստեղ, այդպես էլ հետ կվերադառնաք ինքնուրույն։ Հաջողություն»։ Աղջիկը շտապ հագավ վերարկուն եւ դուրս վազեց այդ ատելի վայրից, կարծես խելագարված, ներսում ամեն ինչ եռում էր։ Անին լաց լինելով հազիվ հասավ տուն,
Կես ճանապարհը ստիպված էր ոտքով գնալ, հսկայական ձնահյուսերով, քանի որ ավտոբուսները այլևս չէին գնում, ճանապարհները չէին մաքրվել։ Ձյունը շատ էր եւ պարանոցով եւ կոշիկների մեջ հալվում էր ու հոսում մարմնով, բայց աղջիկը դա անգամ չէր նկատում։ Մտավ բնակարան ամբողջովին թաց, սառած ինչպես սառցեկտոր, եւ անմիջապես շտապեց մոր գիրկը։ «Մամ, ինձ այնքան վատ է», պատկերացնում ես, բոլորը նայում էին ինձ, կարծես ես ոչ ոք եմ, փոշի, եւ բացահայտ ծաղրում էին, որ մատուցողուհի եմ, խոհանոցային են անվանել, ասում էին իմ տեղը միայն նրանց խոհանոցում է, իսկ Սասունը չպաշտպանեց, տուն անգամ չհասցրեց, նստած էր եւ լուր էր, կարծես ես ընդհանրապես իր նշանածը չեմ, այլ ծեծի տակար։ Ինչու ընդհանրապես ինձ հրավիրեցին այնտեղ, ուզում էին ամոթահար անել, ծաղրի առարկա դարձնել, հաջողվեց նրանց։ Ես հազիվ հասա տուն, ճանապարհները փակված են, ցուրտը սարսափելի է, երբեք չեմ ների նրան այդ ամոթը։ Մարիան գլխով շոյում էր դստերը, հանգստացնում էր որքան կարող էր։ Մի լացի սիրելիս, սիրտս պատառվում է քեզ նայելիս։ Աստված բոլորին դատավոր է, իսկ նշանածիդ մասին ես քեզ վաղուց ասել եմ, ոչինչ չի ստացվի ձեզ մոտ, նա քեզ հավասար չէ։ Նրան ոչինչ չէր արժենա քեզ տանել բերել, որպեսի չսարչեիր, բայց նա չարեց, վախեցավ ապագա կառուցել։ Հիմա ինքնդ որոշիր, արի միասին թեյ խմենք հանանուխով եւ ելակի մուրաբայով, որովհետեւ տեսնում եմ ինչպես ես սառել, Աստված չանի հիվանդանաս։ Հանգստանանք, հասկանում ես։ Եթե տղամարդը իսկապես սիրում է կնոջը, նա նրա համար կփշրվի կտոր, ոչ ոքի չի տա։ Քո հայրը հենց այդպիսին էր։ Ցավում եմ, որ շուտ մահացավ, չհասցրեց քեզ ոտքի հանել, ես նրա հետևում քարեպատի հետևում էի, եւ հիմա։ Իսկ եթե քո նշանածն արդեն հիմա այդպես է վերաբերվում քեզ, ապա հետո ինչ կլինի։ Անին գրկեց մորը եւ շշնջաց. «Շնորհակալ եմ քեզ, մամ, աջակցության համար, ջերմ հոգատարության համար, ինձ համար դա այնքան կարևոր է։ Այո, ես քեզ չեմ պատմել, թե ինչպես ծանոթացա ավտոբուսում հրաշալի պապիկի Ռուբենի հետ։ Կոնտրոլորը ուզում էր նրան ավտոբուսից դուրս շպրտել ուղակի ցրտին, քանի որ գումարը կորցրել էր։ Այնքան խղճահարություն զգացի, նա մաքուր էր, կոկիկ, պարզապես շատ ծեր, ահա ես նրա համար վճարեցի, բայց միթե դա գումար է։ Հետո նրան սիրտը վատացավ, ես վալիդոլ տվեցի եւ տուն հասցրի, դրա համար էլ ուշացա այդ դժոխային ռեստորան։ Եթե իմանայի, որ այնտեղ այդպես ամոթահար կանեն, ընդհանրապես չէի գա։ Մարիան գովեց դստերը։ Դու ամեն ինչ ճիշտ ես արել։ Մի մեղադրիր քեզ։ Մարդուն օգնելը միշտ պետք է անել կյանքում։ Ամեն ինչ պատահում է։ Դու իմ խելացի աղջիկն ես։ Ես հպարտեմ քեզնով։ Ընդհանրապես դու խոհանոցային չես։ Եթե չլիներ իմ հիվանդությունը, արդեն մանկավարժ կլինեիր։ Դպրոցում էլ գերազանց էիր սովորում։ Ամեն ինչ կլինի քեզ մոտ սիրելիս։ Անին իսկապես սառել էր եւ հիվանդացավ։ Մեկ շաբաթ բացակայեց աշխատանքից, պարզ մրսածությամբ։ Այդ ամբողջ ժամանակը վիրավորված չէր վերցնում հեռախոսը, երբ զանգում էր Սասունը։ Հարաբերությունները նրանց միջև գրեթե դադարեցին։ Աշխատանքից հետո հիվանդանոց գնաց բժշկի ընդունելության։ Հերթում հանդիպեց նույն ավտոբուսի պապիկին։ Նրանք գրկախառնվեցին ինչպես հին ընկերներ։ Ահա թե ինչ հանդիպում։ Ինչպես եք Ռուբեն, դուք էլ եք հիվանդացել։ Ես մորս բերել եմ բժշկի։ Մամ, ծանոթացիր, սա Ռուբենն է, այն ուղևորը, որի մասին քեզ պատմել եմ։ Իսկ սա իմ մայրն է, Մարիան։ Ռուբենը ծանր հառաչեց։ Ես ձեզ այն օրը այդպես էլ չպատմեցի, այդ օրը որդուս գերեզման գնացի, նրա ծննդյան օրն էր, բայց չէի կարող չգնալ, մանավանդ որ առավոտը եղանակը հանգիստ էր, ոչինչ չէր կանխատեսում այդպեսի ձյուն։ Իմ որդին զբաղվում էր հողի եւ անշարժ գույքի վաճառքով, շատ հաջողակ, Մաքսիմ էր անունը, գուցե լսել եք։ Բայց 2 տարի առաջ նրան դաժանորեն սպանեցին։ Մաքսիմի մարմինը գտան անտառում, ամբողջովին խեղված եւ այրված անճանաչելի վիճակում։ Երբ ինձ ասացին, հիպերտոնիկ ճգնաժամ սկսվեց, ընդհանրապես ոչինչ չեմ հիշում, ճանաչման ժամանակ մառախուղի մեջ էի, տեսա միայն ժամացույցը եւ շղթան, փաստաթղթերը մեքենայի կողքին էին ընկած։ Չգիտեմ ինչպես եւ ինչու եմ ապրում մինչեւ հիմա։ Միակ մխիթարանքս որդուս գերեզման գնալն է, նստում եմ լաց եմ լինում։ Եվ գլխավորը այդ հրեշներին չգտան, անմարդաբնակ վայր էր, վկաներ չկան, ամեն ինչ ջրի մեջ։ Որդիս ինձ համար կյանքի իմաստն էր, ամենամոտ մարդը։ Արդեն 2 տարի է անցել, բայց չեմ կարողանում հաշտվել։ Նրա իրերը պահում եմ սենյակում, նստում եմ այնտեղ երկար եւ լաց եմ լինում։ Անին շոկի մեջ էր, մայրն էլ։ Նրանք շատ էին ափսոսում այդ պապիկին, ով կորցրել էր կյանքի միակ հենարանը, սիրելի որդուն, եւ հիմա մենակ էր։ Ռուբենը առաջարկեց. երբեմն եթե գաք իմ մոտ, Անի, պարզապես խոսելու, շատ ուրախ կլինեմ։ Աղջիկը հաջորդ հանգստյան օրերին որոշեց ացելել ծերունուն։ Թեև իրենք էլ աղքատ էին ապրում, բայց նաև խանութ վազեց, գնեց թխվածք, մի քիչ մթերք եւ միրգ, ուզում էր ուրախացնել պապիկին, պարզեր, որ խնայում է ամեն ինչի վրա։ Ռուբենը շատ ուրախացավ հյուրին, շտապեց թեյնիկը վառել վարարանին եւ շնորհակալություն հայտնեց. Անի, որքան ուրախ եմ, որ եկել ես, ինչու այդպես ծախսեցիր, անգամ անհարմար եմ զգում, ազնվորեն։ Աղջիկը արարգեց.
Ամեն ինչ պետք կգա Ռուբեն, գերեք առողջության համար, ես հասկանում եմ մեկ կենսաթոշակով չես շռայլի։ Պապիկը պատասխանեց. մի անհանգստացիր, որդուս մահից հետո ամեն ամիս իմ կենսաթոշակային քարտին գալիս է լավ գումար, գրված է բարեգործական հիմնադրամից, այնպես որ շնորհակալ եմ, չեն մոռացել ծերունուն, աջակցում են, շատ է օգնում։ Անգամ չեմ հավատում, որ մեր ժամանակներում նման բան հնարավոր է։ Նստիր, հիմա թեյ կխմենք, մոտս մեղրել կա, իսկական, ծանոթ մեղվաբույցը հյուրասիրել է, հոգու բարությամբ։ Անին երկար խոսեց նրա հետ, պապիկը ցույց տվեց սպանված որդու լուսանկարը, աղջիկը նայում էր այդ հաճելի, շփտերես տղամարդուն և չէր հավատում, որ նա այլևս չկա, նա ընդամենը 30 տարեկան էր։ Պապիկը պատմում էր իր կյանքի մասին, զգացվում էր, որ շատ է կարոտել, հոգին կարոտով է լցված։ Իսկ կինս Գայանեն վաճառողուհի էր աշխատում, նա առևտրի տաղանդ ուներ։ Մենք ծանոթացանք, երբ ես բանջարեղեն ու ձուկ գնելու եկա։ Նա ինձ այնպես համոզիչ գովեց ամեն ինչ, փոքրիկ ծիծաղը զանգի պես, գլխին խառնաշփոթ կուլիկներ, շատ արագաշարժ ամեն ինչ ձեռքերում վառվում էր։ Հիանալի տնտեսուհի էր, գրեթե չէինք վիճում, հոգիով մեկ էինք։ Միայն երեխաներին Աստված շատ ուժ տվեց։ Սկզբում շատ էինք անհանգստանում, բժիշկների մոտ էինք վազում, բայց այն ժամանակվա բժշկությունը միայն ձեռքեր էր բացում։ Եվ հանկարծ, երբ մենք արդեն 45 տարեկան էինք, իմ Գայանեն հղիացավ։ Նա ընդհանրապես չէր հավատում, մտածում էր կլիմաքս է։ Բժիշկներ միաձայն ասում էին՝ մի բեր, նրա մոտ սրտի, անոթների և տեսողության լուրջ խնդիրներ կային։ Բայց Գայանեն համառեց, ոչ մի կերպ չհամաձայնեց։ Ասաց, եթե Աստված երեխա է տվել, նշանակում է պետք է ծնվի, որովհետև նա չէր կարող հրաժարվել մայր դառնալու իր երազանքից։ Հղիությունը դժվար էր ընթանում, հազիվ էր հասցրել, ստիպված էինք նույնիսկ վիրահատություն անել, դա էլ ավելի վատացրեց քրոնիկ հիվանդությունները։ Որդիս մեծանում էր, մենք կնոջս հետ նրան շատ էինք սիրում, բայց կինս ավելի ու ավելի էր հիվանդանում, հաճախ էր բաժանմունքում պառկում, վիճակը ավելի ու ավելի վատանում էր, և երբ Մաքսիմը 10 տարեկան դարձավ, իմ սիրելի Գայանեն գնաց։ Ինչպես ես տխրեցի, ինչպես տառապեցի, որդիս էլ մորը կարոտում էր։ Իմ մոտ այնպիսի զգացում էր, կարծես ձեռքս կամ օդքս կտրել էին, այնքան սերտորեն էինք միացած կնոջս հետ։ Մահվանից առաջ վերակենդանացման բաժնում կինս ասեց. գիտես Ռուբեն, եթե ամեն ինչ կարողանայի փոխել, ես չէի հրաժարվի Մաքսիմից, նա իմ կյանքի ամենամեծ երջանկությունն է, և ես ոչինչի համար չեմ զղջում, այդպես իմացիր, դու պահիր մեր տղային և արա ամեն ինչ, որ նա երջանիկ լինի, ես ձեզ երկուսիդ էլ շատ եմ սիրում։ Այդ խոսքերից հետո ամբողջ գիշեր լաց եմ եղել, մտածում էի ինչու է այդպես, մեկը 5 երեխա է ծնում ու ոչինչ, իսկ այստեղ 1 երեխա և ահա թե ինչ։ Առողջությունս էլ խախտվեց, մենք որդուս հետ երկուսով սկսեցինք ապրել։ Նկատեցի, որ Մաքսիմը առևտրի հետ սեր ունի, դա երևում էր մանրուքներում, հավանաբար մորից էր անցել։ Այն ժամանակ երիտասարդների մոտ մոդա էր խաղալու վահանակով, կասետներով ֆիլմ էր դիտել։ Ահա Մաքսիմը էժան գնում էր, հետո թանկ վաճառում, արդեն շահույթ կա։ Որդիս հեշտությամբ էր հաշվում մեծ թվեր անգամ գլխում, ահա ես որոշեցի նրան տնտեսագիտական ֆակուլտետ ուղարկել, և ոչ զուր, համալսարանն ավարտեց փայլուն և ակտիվորեն զարգացրեց իր բիզնեսը։ Սկսեց ինչպես բոլորը, մանրածախ առևտրից, մի քանի տաղավար բացեց, հետո դանդաղ ընդլայնվեց, անշարժ գույքով զբաղվեց, գնում էր փչացած բնակարաններ, վերանորոգում ու լավ գնով վաճառում կամ վարձակալությամբ տալիս։ Հետո ժամանակի ընթացքում գործակալություն բացեց, գումար չէր շռայլում անիմաստի վրա, ամեն ինչ խնայում էր ու գործի մեջ ներդնում։ Եվ 2 տարի առաջ նա հենց պատրաստվում էր գնալ գործընկերների հետ հանդիպման, շատ ռիսկային գործարք էր սկսվել, վաճառել ամբողջ բիզնեսը և ներդնել նորում։ Կարծես թե հարմար մարդիկ էլ գտել էր, որ նոր մակարդակի դուրս գա։ Ես նրա հետ էի պահում, խնդրում էի մտածել, ամեն ինչ կշռել, բայց նա չլսեց ինձ։ Իսկ որդուս մահից հետո բիզնեսն էլ ձեռքից վերցրին, այնպես որ ես ամեն ինչ կորցրեցի, լավ է գոնե ապրելու տեղ կա։ Պատմիր քո մասին Անի, որտեղ ես աշխատում, ամուսնանալու մտադիր չես, այդպիսի գեղեցիկ, բարի աղջիկ երկար մենակ չի կարող մնալ, նշանած հաստապ ունես։ Անին տխրեց։ Այո, մեր մոտ ամեն ինչ ավարտվեց նշանածիս հետ, մենք տարբեր աշխարհներից ենք, ես պարզ մատուցողուհի եմ, իսկ նա բիզնեսմենների որդի։ Ծանոթացանք պատահաբար, նա բանկում դրամապանակը գցեց, ես վերադարձրի։ Շատ զարմացավ, ասաց մեր ժամանակներում այդպես չի լինում։ Սասունը ինձ անմիջապես շատ դուր եկավ, սա իմ առաջին սերն էր, նա ընդհանրապես գոռոզ չէր հպարտանում։ Նշանածս ասում էր, որ սիրում է, որ իր համար կարևոր չէ, թե որտեղ եմ աշխատում, դա խնդիր չէ։ Բայց նրա ծնողները երևի այլ կերպ են մտածում, ահա թե ինչու կազմակերպեցին ինձ համար ընթրիք, հատուկ թանկ ռեստորանում, այդպես ամոթահար արեցին, իսկ Սասունը միայն նստած էր լուր։
Չեմ կարող ներել նրան, դե այդպես վիճեցինք։ Միթե ես մեղավոր եմ, որ մայրիկս հիվանդ է, օպերացիա է պետք, գումար որտեղից վերցնեմ։ Ահա թե ինչու համալսարանի փոխարեն գնացի աշխատանքի, թեև երազում էի մանկավարժ դառնել, դպրոցն ավարտել եմ ոսկե մեդալով, բայց հավատում եմ կհավաքեմ գումարը օպերացիայի համար, մայրիկս կապաքինվի եւ ես անպայման կընդունվեմ, թեկուզ 1 տարի ուշ։ Ռուբենը միայն ձեռքերը բացարեց։ Ինչ անհամեմատ իմաստուն ու խելացի աղջիկ ես դու տարիքիդ համեմատանի, դու ամեն ինչ ճիշտ ես անում։ Իսկ նշանածիդ մասին մի տխրիր, նշանակում է նա իսկապես չի սիրել քեզ, այլապես երբեք չէր թողնի։ Այս հանգստյան օրերին եղանակը թույլ կտա եւ ես կրկին կգնամ Մաքսիմի մոտ գերեզմանատուն, ինձ այնտեղ է քաշում։ Անին առաջարկեց, իսկ եկեք ես ձեզ հետ գամ, կարող եմ, թե չէ հիմա ձեզ համար եմ անհանգստանում, ճանապարհը հեռու է, չեմ խանգարի։ Պապիկը ուրախացավ։ Իհարկե, միայն ուրախ կլինեմ։ Այդպես էլ պայմանավորվեցինք, մինչև շաբաթ։ Շնորհակալ եմ քեզ ամեն ինչի համար անի, որդուս մահից հետո այնքան մենակ էի, իսկ հիմա ահա ձեզ հետ ծանոթացա, քո մոր հետ հոգիս թեթևացավ, կաում հետ խոսել, բար փոխանակել։ Հաջորդ հանգստյան օրը Անին ու պապիկը ինչպես պայմանավորվել էին, միասին գնացին Մաքսիմի գերեզմանը։ Գերեզմանատանը հատկապես ձմռանը ոչ ոք չկար, սարսափելի լռություն, միայն ձյունը ճռճռում էր ոտքերի տակ։ Եվ հանկարծ հեռվից տեսան Մաքսիմի գերեզմանի մոտ բարձրահասակ տղամարդ։ Կանգնած էր, ձեռքերը գրպաններում խորացրած, գլխին գլխարկ։ Ռուբենը ավելի արագ փայլեց։ Ինչ որ անհասկանալի ծանոթ բան զգաց այդ կերպարանքում։ Մոտեցավ եւ հարցրեց. «Բարև ձեզ, ով եք դուք։ Ճանաչում եք իմ որդուն, ասեք խնդրում եմ»։ Տղամարդը կտրուկ հետ գցեց գլխարկը, եւ բոլորը սառեցին շոկից։ Նրանց առջև կանգնած էր ինքը, Մաքսիմը, ողջ առողջ, միայն այտիմ խոր սպիկար։ Ռուբենը միայն կարողացավ շշնջալ. «Տեր Աստված, որդիս, չեմ հավատում իմ աչքերին։ Դու… Ինչպես դու…» Եվ ուղղակի ընկավ ձյան վրա, առանց գիտակցության։ Անին վազեց երիտասարդի հետ օգնության։ Շփում էին այտերը ձյունով, բացեցին վերարկուի օձիքը։ Փառք Աստծո, Ռուբենը սկսեց գիտակցության գալ։ Տեսավ որդուն եւ նորից խաչակնքեց։ Զգուշորեն դիպավ ձեռքին։ Իսկապես ողջ է։ Մաքսիմ, որդիս, իսկ ով է այնտեղ ընկած 2 տարի։ Ում եմ ես սգում։ Ինչպես է սա եղել։ Որտեղ ես եղել այս ամբողջ ժամանակ։ Պարամարդը գրկեց հորը, սեղմեց իրեն եւ երկար այդպես կանգնեց։ Արցունքները հոսում էին այտերով, շշնջում էր. «Միայն ներիր ինձ, հայրիկ, չէի կարող ավելի շուտ իմ մասին տեղեկացնել, ոչ մի կերպ չէի կարող, բայց այնքան կարոտել եմ քեզ։ Գնանք տուն, ամեն ինչ կպատմեմ, սա շատ երկար պատմություն է»։ Անին անհարմար զգաց, ընտանեկան գործ էր։ «Դե ես գուցե գնամ, ձեզ հավանաբար պետք է 2-ով լինել, ես այստեղ ավելորդ եմ»։ Բայց Մաքսիմը վճռականորեն կանգնեցրեց նրան. «Ոչ Անի, դու ընդհանրապես ավելորդ չես, եւ շուտով կհասկանաս ինչու։ Մի զարմացիր, ես գիտեմ քո անունը, հերվից հետևում եմ հորսը կյանքին։ Նստիր, իմ մեքենան այստեղ է, ճանապարհին կպատմեմ, եւ դա ուղղակիորեն վերաբերում է չես»։ Աղջկան սարսափելի հետաքրքրեց. ինչպես կարող է օտար մարդկանց կյանքի պատմությունը իրեն կպնել։ Նա ուղղակի հետաքրքրասիրությունից էր պատրվում։ Հյուրասենյակում նստելով Մաքսիմը սկսեց իր երկար ու խճճված պատմությունը։ Հիշում ես, հայրիկ, այդ անիծյալ օրը գնացի կարևոր բանակցությունների։ Նոր գործընկեր ունեի։ Բենզալցակայանում մի տղա խնդրեց. «Ընկեր, տար ինձ, շատ մոտ է, այստեղ է»։ Նա ինչ որ պատճառով հետևից նստեց։ Ես ասացի ինչու, առջևում նստիր, ավելի հարմար է։ Բայց նա ձեռքով արեց, ուզում եմ քնել, գիշերը չեմ քնել։ Եվ ճանապարհին մենք անտառի մեջով էինք անցնում։ Իմ ուղեկիցի իշխանը խնդրեց զուգարան գնալ, չէր կարողանում դիմանալ։ Ես շրջվեցի ճանապարհից անտառ, մի քիչ առաջ գնացի ու անջատեցի շարժիչը։ Եվ հանկարծ այդ սրիկան հետևից հարձակվեց ինձ վրա, սկսեց խեղդել պարանով։ Ահա մինչև հիմա հետքը կա ամբողջ կյանքիս համար։ Սկզբում ես դեռ շարժվում էի, հետո կարծես մեռա։ Նրանք ինձ թաղեցին այնտեղ կենթանի։ Մտածեցի, ամեն ինչ, վերջ։ Բայց այդպիսի զայրույթի մեջ բարձրացավ,
Ոչ, ասացի ոչ մի դեպքում չեմ մռնի, մինչև չիմանամ ով մե ինձ հետ սա արել։ Վերջին ուժերով սկսեցի դուրս գալ, ինչ որ կերպ սողալ, ինքս չգիտեմ ուր։ Ամբողջ գիշեր դժոխային ցավի մեջ, մի քանի անգամ գիտակցությունս կորցրի, հետո եկա ու նորից սողացի։ Առավոտյան մոտս մեծ շուն վազեց ու սկսեց տարօրինակ ոռնալ։ Մտածեցի հիմա իսկապես վերջն է։ Աչքերս փակեցի, պարկած եմ, վախենում եմ շարժվել, բայց աղոթում եմ, Տեր, օգնիր։ Եվ նրա ոռնոցի վրա անտառապահը եկավ, ինձ ուսին գցեց ու տարավ իր խրճիթը։ Նա հարցնում էր. ով ես, ով է քեզ այդպես արել։ Հիմա կփորձեմ շտապ օգնություն կանչել, բայց կապը գրեթե չկա։ Ես խնդրում էի ոչ, հիվանդանոց մի տար, այնտեղ կգտնեն ու կսպանեն, անտառում թաղիր ինձ, խնդրում եմ, եւ նորից գիտակցությունս կորցրի։ Գիտակցության եկա միայն մի քանի օր հետո, վերքերը շատ լուրջ էին։ Ստեփանը երկար խնամեց ինձ, տարբեր քսուքներ էր անում, մեծ շնորհակալություն նրան։ Այդպես անցավ կես տարի, ես այնքան թույլ էի, որ գրեթե չէի քայլում, միայն պարկած էի։ Երբ ապաքինվեցի, վերադարձա քաղաք, սկսեցի օգնություն ցուցաբերել։ Բարեբախտաբար գումար ունեի թաքստոցում, ես միշտ խնայող էի։ Ահա թե ինչ պարզվեց։ Պարզվեց այն տղան, որ նստեց իմ մեքենան, իշխանը, վարձված կատարող էր։ Նրան մեծ գումարով հանձնարարել էին ինձ վերացնել։ Ահա նա էլ ջանք էր գործադրել, մտածել էր վերջ թողել էր անտառում։ Բայց տղան շատ ագահ էր գումարի հանդեպ։ Ահա թե ինչու վերցրեց ամեն ինչ՝ ժամացույցս, ոսկե շղթան, կաշվե վերահսկուն, իհարկե դրամաբանակը գումարով, եւ մեքենան որոշեց տեղափոխել ավելի հեռու հետքերը ջնջելու համար։ Բայց նա մեկ բան չհաշվեց, մեր հետևից գնում էր հենց պատվիրատուն, ուզում էր անձամբ համոզվել, որ գործը կատարված է։ Այդպես էլ որոշեց, միաժամանակ ազատվել կատարողից, որպեսի չվճարի նրան, եւ ոչ մի ավելորդ աչք ու ականջ չմնա։ Հենց նա է սպանել իշխանին, այնպես է խրաթյուրել, որ չճանաչվի, իսկ վստահության համար մարմինը դանակով հարվածել ու վառել։ Հենց իշխանին են ընդունել իմ տեղը, որովհետև ամեն ինչ իմ իրերը, ժամացույցը, շղթան, վերարկուն։ Իսկ փորձաքննությունը երևի լուրջ չեն արել։ Ահա թե ինչ խճճված պատմություն ստացվեց հայրիկ։ Անին չվիմացավ եւ հարցրեց. իսկ պատվիրատուն ով է։ Ինչ գազան պետք է լինի, որ նման բան անի։ Գլխումս չի տեղավորվում։ Մաքսիմը մատը վեր բարձրացրեց։ Պատվիրատուն անի Սերգեյ Կրուտիկյանն է։ Հենց նա պետք է դառնար իմ նոր գործընկերը, բայց ինքը սպանեց ինձ եւ բիզնեսս ամբողջ ակտիվներով իրեն վերցրեց։ Ապրում է ինչպես թագավոր։ Ես ամեն ինչ ստուգեցի։ Աղջիկը գունատվեց։ Չի կարող պատահել։ Սա իմ չկայացած կեսարն է։ Ճիշտ ես համոզված։ Այո, նրանց ընտանիքը բիզնեսմեններ են բարձր հասարակությունից։ Ինձ խոհանոցային անվանեցին, ամոթահար արեցին, բայց սպանության համեմատ դա ոչինչ է։ Մաքսիմը տխուր ժպտաց։ Ինչ հարգված բիզնեսմեն։ Մի քանի տարի առաջ նրա գործերը շատ վատ էին, գործարքները կասկածելի։ Նոր համատեղ նախագիծը մեծ մասամբ իմ ներդրումներով էր, ոչ թե նրա, հասկանում ես։ Իսկ ինքը սև գործ էր մտածել, ինձ վերացնել եւ ամեն ինչ իրեն վերցնել։ Ահա թե ինչու այդպես արագ բարձրացավ, իմ գումարներով։ Ես այս ամեն ինչը կտոր հավաքեցի, արդեն ամբողջ պապկա ունեմ։ Մնացել է էֆեկտիվորեն հարություն առնել, ստիպել այդ անարգին խոստովանել եւ գնալ ոստիկանություն։ Ռուբենը գլուխը թափահարեց, որքան սարսափելի մարդ է, սև հոգիով։ Ինչպես կարող է հանգիստ ապրել իմանալով, որ մեղավոր է երկու մարդու մահվանը։ Դու ճիշտ ես, որդի, սա այդպես չի կարելի թողնել։ Նա պետք է պատժվի իր բոլոր արարչների համար։ Բայց ինչպես ստիպենք նրան խոստովանել։ Եվ այստեղ Անին որոշեց. ես գիտեմ ինչպես։ Գնամ ուղակի նրա աշխատասենյակ, ասեմ կարևոր խոսակցություն կա Եվը քո որդու մասին, հետո բերեմ քեզ, ողջ ու առողջ, ասեմ ամեն ինչ գիտեմ, միաժամանակ դիկտաֆոնը միացված կլինի, տեսնենք նրա արձագանքը, հետո ամեն ինչով գնանք ոստիկանություն։ Ռուբենը ձեռքերը թափահարեց. ոչ Անի, խնդրում եմ, մի սկսիր սա, մի խառնվի այս սարսափելի պատմությունը, շատ վտանգավոր է, քեզ կարող է վտանգ սպառնալ, նման տիպը ոչինչի առջև չի կանգնի, բայց աղջիկը կտրուկ պատասխանեց. ոչ մի դեպքում։ Նրանք ծաղրեցին ինձ, նշանածս ընդհանրապես շրջվեց, ուստի չեմ կարող չմիջամտել, ուզում եմ նայել նրա աչքերին։ Այստեղ արդեն Մաքսիմը միջամտեց։ Անի, շնորհակալ եմ մասնակցության համար, դու շատ լավ, բարի ու բաց աղջիկ ես, բայց ես ոչ մի դեպքում չեմ կարող քեզ ռիսկի ենթարկել։ Ես ոչ զուր այդքան ժամանակ չեմ հայտնվել, հավաքել եմ կոմպրոմատ։ Այնպես որ առանց Սերգեյի խոստովանության էլ բավականաչափ ապացույցներ ունեմ, եւ այդ անարգը կստանա իր պատիժը ամբողջությամբ։ Եթե ոստիկանությունը ամեն ինչ կփորձի ջրի մեջ գցել, կգնամ դատախազություն։ Չեմ հանգստանա, մինչև Սերգեյը չնստի բանդ, իմ անունը չվերականգնվի եւ կապիտալներս չվերադարձնեմ։ Ես դրանք իմ քրտինքով եմ վաստակել։ Քեզ մեծ շնորհակալություն, որ օգնեցիր հորս, աջակցեցիր դժվարին պահին։ Մենք շարունակենք ընկերանալ, շփվել, եթե դեմ չես։ Մաքսիմը գործի անցավ մեծ եռանդով։ Նա անցկացրեց գենետիկական փորձաքննություն եւ ապացուցեց, որ իսկապես ինքն է Մաքսիմը, ով համարվում էր մահացած։
Մաքսիմին շատ բախտ վիճակվեց, որ այս բարդ ու խճճված գործը հասավ փորձառու քննիչ Երանոսյանին։ Նա չէր վերցնում կաշառք, ազնվորեն ու մանրակրկիտ էր աշխատում, շատ համառ ու մանրախնդիր ոստիկանական աշխատակից էր։ Հենց նա էր պահանջել Մաքսիմի եւ Սերգեյի առերեսում, որովհետեւ բիզնեսմենը մերժում էր իր մասնակցությունը։ Ամեն ինչ ֆիքսվում էր տեսախցիկով։ Երբ Մաքսիմը մտավ քննիչի աշխատասենյակը, Սերգեյի դեմքը փոխվեց անճանաչելիորեն, որովհետեւ միջև վերջ չէր հավատում, որ Մաքսիմը իսկապես ողջ է։ Ինքը սեփական աչքերով տեսել էր, թե ինչպես իշխանը դանակով սպանեց նրան։ Մաքսիմը չարաճճի ժպտաց։ Բարև հարգելի գործընկեր, չէի սպասում նման շրջադարձի։ Մտածում էիր սպանեցիր ինձ եւ վերջ, միաժամանակ կատարողին էլ։ Լավ ես ապրել իմ գումարներով քաղցր, իսկ ես գիտես ոչ այնքան։ Այնպես որ պետք է վերականգնել արդարությունը։ Դատարանում կհաստատեն, որ դու անօրինականորեն վերցրել ես բիզնեսը։ Եվ անտարապահը, ով ինձ կտավ անտարում, արդեն ցուցմունքներ է տալիս, այնպես որ չես կարող խուսափել, կնստես ինչպես հարկավոր է։ Ինչպես է երկիրը դիմանում նմաններիդ։ Ինչու էր քեզ պետք ամեն ինչ, միայն գումարի համար։ Մահացածները գիշերը չեն երազում։ Սերգեյը հանկարծ ժպտաց։ Դուք ոչինչ չեք ապացուցի։ Ես ոչինչ չեմ ստորագրի։ Իմ փաստաբանները ամեն դեպքում կազատեն ինձ։ Հետո եղան երկար դատեր ու քննություններ։ Դատարանում ցուցմունք տվեց անտարապահը եւ նրա կինը, ինչպես նաեւ այն քիչ հավատարամ աշխատակիցները, ովքեր չվաճառվեցին նոր տիրոջը եւ գիտեին նրա սևարարքների մասին։ Դատական նիստերը տևեցին մի քանի ամիս։ Համար քննիչը ինչպես բուլդոգ կարճեց Կրուտիկյանից եւ շատ հետաքրքիր բաներ փորեց, բացի այս արյունալի գործից։ Ընդհանուր առմամբ Սերգեյին տվեցին 15 տարի ազատազրկում, ամբողջ գույքի կոնֆիսկացիայով, իսկ նրա ողջ բիզնեսը օրինական անցավ Մաքսիմին։ Ռուբենը ոգևորվեց, իսկ Անին շարունակում էր գումար հավաքել օպերացիայի համար, որովհետև մոր վիճակը ավելի ու ավելի էր վատանում։ Նրան տեղավորել էին կարդիոլոգիական բաժանմունք։ Ժամանակը դեմ էր աշխատում, եւ դեռ քառորդ գումար անգամ չէր հավաքվել։ Աղջիկը արդեն հուսահատության եզրին էր։ Նիհարել էր, չէր քնում, պատրվում էր աշխատանքի եւ մորը հիվանդանոց այցելությունների միջև։ Փորձում էր տանել տաք, տնային ուտելիք, մխիթարել, բայց դուրս էր գալիս եւ հասկանում, էլ մի քիչ եւ կյանքի ամենաթանկ մարդու կյանքը կդադարի։ Այդ օրը նա հենց հերթապահության էր սրճարանում, երբ հանկարծ զանգահարեցին հիվանդանոցից։ Աղջիկա սիրտը ընկավ, կարծեց կանգ առավ։ Գլխում անցավ միթե ամեն ինչ։ Բայց բուժքույրը ուրախ ձայնով ասաց. «Աննա, ձեր մոր օպերացիան ամբողջությամբ վճարված է եւ հաստատված։ Մենք նրան պատրաստում ենք վաղը։ Կարող եք գալ փաստաթղթերը ստորագրելու»։ Անին չէր հավատում։ Ինչպես վճարված, ով, այնտեղ հսկայական գումար է։ Բուժքույրը զարմացած պատասխանեց. «Կարծում էի գիտեք, տղամարդը չներկայացավ, նախընտրեց անանուն մնալ, բայց ամեն դեպքում հրաշալի է եւ շատ ժամանակին։ Ավելի երկար ձգել չի կարելի, վիճակը քրիտիկական է»։ Աղջիկը գրեթե գոռաց. «Արդեն գալիս եմ, պատրաստեք ամեն ինչ, շնորհակալ եմ»։ Անին ավտոբուսով էր գնում եւ մտածում. սա ինչ կախարդանք է։ Սասունը հաստատ չէր կարող, նրանք վիճել էին եւ վաղուց չէին շփվում։ Այն էլ ոչ այդպիսի մարդ է։ Եվ հանկարծ նրան լուսավորեց. Մաքսիմն է, հաստատ նա, ուրիշ ով կարող է լինել։ Ձեռքերը դողալով հավաքեց նրա համարը եւ գրեթե գոռաց. «Մաքսիմ, փրկիչս, շնորհակալ եմ։ Գիտեմ, որ դու ես, ամեն ինչ կվերադարձնեմ։ Մի մաս գումար ունեմ, մնացածը մաս-մաս կտամ»։ Տղամարդը ընդհատեց նրան. «Նույնիսկ մի մտածիր, քո գումարը դեռ պետք կտա մորթ վերականգնման համար։ Դու ինձ ոչինչ պարտք չես, սա մաքուր սրտից է։ Մաղթում եմ քո մորը շուտ ապաքինվել։ Դու էլ օգնեցիր իմ հորը, աջակցեցիր դժվարին պահին, առանց մտածելու»։ Օպերացիան հաջողությամբ անցավ, մայրը սկսեց ապաքինվել։ Անին արձակուրդ վերցրեց աշխատանքից եւ ամբողջ ժամանակն անցկացրեց մոր մահճակալի մոտ, օգնեց նրան ավելի արագ ապաքինվել, աջակցում էր։ Մաքսիմը նույնպես միշտ կողքին էր, չէր թողնում աղջկան մենակ։ Նրանք շատ մոտեցան, շատ էին շփվում, ընկերացան։ Թեև Մաքսիմը ավելի ու ավելի հաճախ էր նկատում, որ այս քաղցր, բարի ու զգայուն աղջիկը շատ է դուր գալիս իրեն։ Երբ նա նայում էր իրեն իր հսկայական, երկնագույն աչքերով, երկար թարթիչներով, ինչ որ բան հոգում շրջվում էր եւ այնքան ջերմ ու լավ էր դառնում։ Նա ուզում էր միշտ կողքին լինել, պաշտպանել, հոգ տանել նրան եւ ոչ մի րոպե չբաժանվել նրանից։ Աղջիկա հետ էլ նույն բանն էր կատարվում, անհասկանալի բան։ Նա հիմա հաճախ էր հայելի նայում, ուզում էր ավելի գեղեցիկ լինել, դուր գալ Մաքսիմին։ Տարիքային 10 տարվա տարբերությունը ընդհանրապես չէր զգացվում նրանց միջև։ Նա նույնիսկ չէր նկատում սպին նրա դեմքին։ Անիի համար Մաքսիմը ասես ասպետ լիներ, տղամարդու իդեալ։ Փորում թիթեռներ էին թռչում, եւ աղջիկը հասկացավ, որ սիրահարվել է ականջները ծածկող սիրով։ Մաքսիմը գլուխը գցեց բիզնեսի մեջ, պետք էր հետ բերել այն ամենը, ինչ կորցրել էր 2 տարվա ընթացքում։
Բայց որքան էլ համառորեն աշխատեր, ավելի հաճախ էր նկատում, որ դա այլևս այնպիսի բավարարվածությունը չի բերում, ինչ նախկինում հարձակումից առաջ։ Հիմա Անիի հետ հանդիպելուց հետո նա աշխարհում ամենից շատ ուզում էր միայն մեկ բան՝ ամուր ընտանիք, երեխաներ ունենալ, որպեսզի տուն գալիս իրեն սպասեն ոչ միայն հայրը, այլև սիրելի ու սիրող կինը։ Անին ավարտում էր հերթափոխը սրճարանում, հոգնածությունից ոտքերը պարզապես գոռում էին։ Նա այնքան էր ուզում այս հանգստյան օրերին պարզապես հանգստանալ, քնել, բայց պետք էր վազել թռուցիկներ տարածել բակերով, լրացուցիչ աշխատանք էր սպասում։ Հանկարծ սրճարան մտավ Մաքսիմը, հսկայական, ամենագեղեցիկ կարմիր վարդերի ծաղկեփունջով։ Մոտեցավ աղջիկան, ծաղկեփունջը մեկնեց։ Սա քեզ համար է, դու նույնքան գեղեցիկ ես, ինչպես այս վարդը։ Ես եկել եմ քեզ համար, սիրելիս, հասկացա, որ առանց քեզ չեմ կարող ապրել։ Ուզում եմ միշտ կողքիդ լինել, օգնել, աջակցել։ Սիրում եմ քեզ, ամուսնացիր ինձ հետ, եղիր իմ կինը։ Անին չէր կարողանում խոսք ասել, արցունքները հոսում էին այտերով։ Նա միայն կուլ էր տալիս դրանք եւ գլխով հաստատում էր համաձայնությունը։ Այդ ժամանակ Մաքսիմը մոտեցավ, ձեռքից բռնեց եւ նրբորեն համբուրեց, սեղմելով իրեն ինչպես ամենաթանկ գանձը։ Այցելուները եւ խոհանոցի աղջիկները ծափահարում էին, այնքան անկեղծ ու հուզիչ էր։ Անին արագ փոխվեց եւ նստեց Մաքսիմի մեքենան։ Նա խոր շունչ քաշեց եւ հաճույքով ձգեց ուռած հոգնած ոտքերը։ Տղամարդը ասաց. «Դու այստեղ էլ չես աշխատի, սկսած վաղվանից, թռուցիկներ էլ չես տարածի, այդպես կործանում ես քեզ։ Ուզում եմ, որ սովորես, ստանաս այն մասնագիտությունը, որի մասին երազում ես, եւ վայելես կյանքը։ Շնորհակալ եմ, Մաքսիմ, դու ինչպես բարի կախարդ ես ներխուժել իմ մոխրագույն կյանք եւ կատարում ես ամենաթանկ անհնարին երազանքներս։ Դու ամենալավ տղամարդն ես»։ Տղամարդուն շատ հաճելի էին այս ջերմ անկեղծ խոսքերը, սիրտը ավելի արագ զարկեց եւ նա վճռականորեն ասաց. «Իսկ վաղը մենք գնում ենք զբոսանքի, խոստանում եմ շատ դրական էմոցիաներ։ Ես այնպիսի երթուղի եմ մտածել, բնությունը հիանալի է, հաստատ դուրս կգա, մանավանդ եղանակը ոսկի է, մեղք է տանը նստել»։ Անին երկար ու մանրակրկիտ պատրաստվեց, նախապես վայելելով հանդիպումը Մաքսիմի հետ։ Ուզում էր դուր գալ նրան, հագավ թեթև երկար սարաֆան, հոսող, անկշիռ գործվածքից, երկար մազերը թողեց ուսերին, ոտքերին ամառային սանդալներ, կապերով կոճերին։ Մաքսիմը սպասում էր իր այժմ արդեն նշանածին նավամատույցում, յախտաակումբում։ Սիրտը դողաց, երբ հեռվից տեսավ նրան, նա ասես արքայադուստրի հիներ, թարմ, գեղեցիկ, աչք չես կարող կտրել։ Տղամարդը մանրակրկիտ ամեն ինչ պատրաստել էր։ Յախտայի վրա սեղան էր գցված, շամպայն, թեթև նախոստներ, թարմ բուրավետ ելակ։ Բարձրախոսներից հնչում էր հաճելի ռոմանտիկ երաժշտություն, եւ զույգը մեկնեց ռոմանտիկ ճանապարհորդության։ Սա անմոռանալի էր։ Անիին թվում էր, թե հեքիաթի մեջ է հայտնվել։ Նրանք ուրախ շփվում էին, շամպայն էին խմում, հիանում բնությամբ եւ կրքոտ համբուրվում։ Մաքսիմը, ի տարբերություն նախկին նշանածի Սասունի, չէր խոստանում ոսկելեռներ, չէր կարդում բանաստեղծություններ, նա պարզապես ամեն օր ամեն ինչ անում էր, որպեսզի նա երջանիկ լինի։ Սիրո ապացույցը ցույց էր տալիս գործերով, արարքներով, իսկ դա շատ արժե։ Այդ օրվանից զույգը այլևս ոչ մի րոպե չբաժանվեց։ Անին հրաժարական տվեց սրճարանից եւ ընդունվեց համալսարան, մանկավարժական ֆակուլտետ։ Վերջապես իրականացավ նրա երազանքը։ Նա հաճույքով հաճախում էր դասախոսությունների, հանձնում քննություններ եւ շուտով դարձավ լավագույններից մեկը կուրսում։ Մաքսիմը որոշեց գնել մեծ առանձնատուն, բոլորի համար տեղ կար, յուրաքանչյուրն ուներ իր սենյակը։ Ռուբենը եւ Մարիան ընկերացան, միասին սիրում էին խոսել կյանքի մասին, նույնիսկ փոքրիկ բանջարանոց ու ծաղկանոց էին կազմակերպել, որպեսզի չձանձրանան։ Երկուսն էլ ուրախանում էին, որ իրենց երեխաների ճակատագրերը միացան, եւ Անին Մաքսիմի հետ հիմա միասին են, իսկ տարիքային տարբերությունը ոչ մետին չի անհանգստացնում։ Նա ամուսին էր, հայր, ընկեր, ամենաիմաստունը, ամենահասկացողը եւ ամենալավը նրա աչքերում։ Իսկ Մաքսիմի համար Անին ասես մուսալին էր, առանց նրա չէր կարողանում, ինչպես առանց օդի, եւ աշխատանքից վազում էր տուն, իմանալով, որ իրեն սպասում են սիրելի ու մոտիկ մարդիկ։ Սասոնի հոր բանտ նստելուց հետո գույքի կոնֆիսկացիայով նրանք մոր հետ փողոցում մնացին առանց կոպեկի։ Բոլոր քարտերն ու հաշիվները արգելափակված էին։ Բարձր հասարակության բոլոր այսպես կոչված ընկերներն ու ծանոթները անմիջապես անհետացան եւ չէին ուզում առնչություն ունենալ աղքատ վարկաբեկված ընտանիքի հետ։ Տղային շտապ պետք էր աշխատանք գտնել գոյատևելու համար, բայց ինչ էր կարողանում անել, ինչ արսեր ինքն իրեն։ Պարզվեց առանց ազդեցիկ հոր նա ոչ ոք էր, զրո, ընդհանրապես չէր հարմարված կյանքին։ Նրանք մնացած
ունեցած խնայողություններով գնեցին համեստ մեկ սենյականոց։ Մայրը անուղոք հարվածում էր Սասունին, պահանջում էր, որ նա էլ հաջողակ դառնա, ինչ որ բան հորինի։ Կինը սովոր էր շքեղությանը եւ հարստությանը, եւ հիմա անտանելի էր նրա համար աղքատության մեջ թարամելը։ Բայց Սասունին ոչ մի տեղ չէին վերցնում առանց փորձի, եւ հետո երբ պարզվեց Մաքսիմի հարության եւ հոր մասնակցության մասին սպանությանը, Գրուտիկյան ազգանունը հնչելուն պես բոլոր դռները փակվում էին, հաճախ առանց բացատրության։ Սասունը հաճախ էր հիշում Անիին, շատ էր զղջում, որ այն ժամանակ այդպես ամոթահար արեց, չպաշտպանեց, իսկ նա սիրում էր իրեն պարզապես այդպես, ոչ գումարի կամ հոր դիրքի համար, այլ անկեղծորեն հոգուց։ Տղան չդիմացավ, կոտրվեց, սկսեց խմել, սկզբում հազվադեպ, հետո ավելի ու ավելի հաճախ։ Փողոցային աշխատանքներով էր ապրում եւ վարում էր օղորմելի կյանք։ Վստահ, բրուտալ գեղեցիկ տղամարդուց ոչ մի հետք չմնաց։ Հիմա սովորական օգնական էր առևտրի կենտրոնում կամ շուկայում, գլխարկով, էժանագին ջինսերով, կոպեկային զեղչի վերնաշապիկով։ Մի օր Սասունը բեռնաթափում էր, քրտնում էր, մեջքը անուղոք ցավում էր։ Կողքից տեսավ, թե ինչպես առևտրի կենտրոն մտավ զույգ, լուրջ տղամարդ թանկ կոստյումով, մոտ 35 տարեկան, եւ երիտասարդ գեղեցիկ աղջիկ, ոճային հետաքրքիր կտրվածքով զգեստով։ Նրանք ուրախ շշնջում էին ինչ-որ բանի մասին։ Աղջիկը Սասունին ծանոթ թվաց եւ հանկարծ լուսավորվեց. «Սա Անին է, իմ նախկին նշանածը, Աստված իմ, ինչպես է փոխվել, գեղեցկացել, պարզուհուց դարձել հրաշալի արքայադուստր։ Տեր Աստված, ինչ հիմար եմ եղել, այդպիսի լավ աղջիկան ինքս եմ թողել, վիրավորել, ամոթահար արել։ Որքան ուզում եմ լինել նրա զուգընկերոջ տեղում, գրկել նրան ինչպես նախկինում, շնչել մազերի բույրը, ասել սիրում եմ քեզ, բայց հիմա շատ ուշ է»։ Անին ուրիշի հետ է, իսկ ես Սասունը, անհաջողակ, ոչ ոք, սովորական բեռնակիր։ Նրան այնպիսի զայրույթ ծածկեց, չդիմացավ, վազեց զույգի հետևից։ Եվ երբ ճանաչեց տղամարդուն, հենց այդ Մաքսիմին, որի պատճառով հորն են բանտ նստեցրել, սկսեց գոռալ. «Այդպես դու նաև իմ նշանածին ես գողացել։ Քո պատճառով են իմ բոլոր դժբախտությունները»։ Անին իմն է, հասկացար, նա իմ նշանածն էր։ Ես հարուստ էի ու հաջողակ, բոլորը հարգում էին ինձ, իսկ հիմա ես ոչ ոք եմ։ Հիմա դու ես մեղավոր ամեն ինչի համար։ Հիմա դու իմ ձեռքից կստանաս։ Օխրանիկները անմիջապես վազեցին Սասունի մոտ, սկսեցին հետ մղել նրան եւ գոռալ. «Ինչ ես անում, տղա, խելագարվել ես, թե չես հանգստացել։ Հեռացիր այստեղից։ Մեզ մոտ պատշաճ մարդիկ են գալիս, իսկ դու կործանում ես հաստատության հեղինակությունը»։ Անին ամբողջովին նայում էր ընկած, հարբած Սասունին եւ չէր կարողանում հավատալ, որ սա նա է։ Մաքսիմը միայն դառը ժպտաց եւ պատասխանեց. «Հիշիր, քո գումարից արավ հայրը գնաց մարդասպանության, նրա ձեռքերը արյունով են միջև արմունկ, եւ ոչ թե ես, այլ հենց նա ինքն է մեղավոր ամեն ինչի համար, եւ ստացավ հենց այն, ինչ արժանի էր։ Իսկ Անիի մասին մոռացիր հավերժ։ Դու ինքդ ես նրան հետ մղել, վռնդել, վիրավորել, անհաջողակ։ Անին հիմա իմ կինն է, մենք ամուսնացել ենք եւ շատ երջանիկ ենք։ Իմ խորհուրդն է՝ մի փնտրիր մեղավորներին, սկսիր ինքդ քեզնից, փոխվիր ներսից, ինքդ հասիր ամեն ինչի, ապացուցիր, որ ինչ-որ բան արժես։ Այդ ժամանակ կյանքդ կտեսնես, կկարգավորվի։ Գնանք, Անի, մեր ծնողները տանը սպասում են»։ Սասունին խեղդում էին զայրույթն ու վիրավորանքը։ Նա դուրս վազեց առևտրի կենտրոնից եւ շտապեց առաջին իսկ գինետուն, գնեց 200 գրամ եւ մեկ շնչով խմեց առանց խորտիկի։ Անին գիշերները սեղմում էր սիրելի ամուսնու կրծքին եւ լսում նրա հավասար հանգիստ շնչառությունը։ Հաճախ մտածում էր. ահա թե ինչպես է լինում, ավտոբուսում մի անցողիկ հանդիպումը փոխեց ամբողջ կյանքս, պատահականություն թե ճակատագիր։ Ով գիտե, գլխավորն այն է, որ հիմա ես բացարձակ երջանիկ եմ։